20-30 մեքենա ապրանք ունենք այս պահին։ Պրոշյանի կոնյակի գործարանի ներկայացուցիչ Վահրիչ Մինասյանն ասում է, իրենց 5 բեռնատարներն օրերս պատրաստվում էին դուրս գալ Հայաստանից, բայց մաքսային ծառայությունն արգելել է։ Հօգուտ տնտեսվարողի նախաձեռնված միջոցառումը ժամանակավոր է, մինչև կկարգավորվի վրացական կողմի թողունակության հարցը։ Սա է պաշտոնական պատասխանը, բայց թե երբ խնդիրը կկարգավորվի, Պրոշյանի կոնյակի գործարանի արտահանման մասնագետ Գայանե Պողոսյանն ասում է, ոչ Հայաստանից, ոչ էլ Վրաստանից ոչ մի հոդաբաշխ բացատրություն չեն կարողանում ստանալ։ Ձևակերպումները արվել էին, մանում էր արդեն այնտեղ տամոժնիկի վպուսները որ արվել, դա չեն արել, ու մեքենաները մնացել են կանգնած, վարորդները այնտեղ են սպասում են անհասկանալի մի հատ իրավիճակ։ Մեր մաքսայինը դադարեցրել է մեքենաների արտահանումը, այս պահին ունենք տերմինալում կանգնած 5 մեքենա, որոնք որ սպասում են կառավարության որոշմանը։ Իսկ իրավիճակը լարվել է ապրիլի վերջերից, երբ Վրաստանը սկսել է իր սահմանով Ռուսաստան գնացող հայկական ալկոհոլի որակը ստուգել։ Տնտեսվարողներն արդեն 2 ամիս է չեն կարողանում հասկանալ, եթե իրենց արտադրանքը ռուսական շուկայում է վաճառվելու, Վրաստանն ինչու է դրա որակն ամիսներով ստուգում ու կոնյակով բեռնված մեքենաները պահում վրացական մաքսակետում։ Սպառիչ պատասխաններ չենք ստացել մինչ օրս, պատասխանը միայն այն է եղել, որ իրենք կզբաղվեն, կփորձեն շտկել լուծումներ գտնել, բայց մինչ օրս ունենք մի իրավիճակ, որ խոչընդոտում է բոլորիս աշխատանքը։ Պրոշյանի կոնյակի գործարանը, որ խոշոր արտադրողներից մեկն է, պնդում է այս 2 ամիսների ընթացքում արդեն շուրջ $100,000 վնաս է կրել։ Գործարանի ներկայացուցիչ Վահրիչ Մինասյանն ազատությանն ասաց, թեև շուրջ 2 ամիս վրացական մաքսակետում մնացած բեռնատարներից 12-ն արդեն անցել են սահմանն ու հասել Ռուսաստան, բայց 15 մեքենա դեռ այնտեղ է։ Ռուս պատվիրատուն սպասում է, իսկ ապրանքը տեղ չի հասնում։ Պատվիրատուների հետ կնքած պայմանագրերի ժամկետն էլ սպառվում է, վրա է հասնում տուգանքների ժամանակը։ Այստեղ պայստավորված ապրանքի մի մասն է, որը որ կոպիտ ասած արդեն վաճառված է ինքը, պատվիրատուն սպասում է այս ապրանքի, նշված է երկիրը հիմնականում ամբողջը Ռուսաստան է, պայմանագրերը տարբեր են, բայց արդեն ժամկետները խախտել ենք։ Կան ընկերություններ, որ արդեն սկսում են տուգանքներ։ Իհարկե կան։ Այն դժվար պահը ֆորս մաժորային իրավիճակներ, այսինքն ունենք խելամիտ ժամկետ, դա հանում ենք, արդեն տուգանվում ենք։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Վրաստանի գյուղնախարարին հանդիպելու մի քանի փորձ է արել այս ընթացքում։ Բոլորն էլ անհաջող։ Խնդիրը ծագելուց 2 ամիս անց նախարարությունից խոստովանում են, չեն կարողացել պատճառը պարզել։ Այս ընթացքում կոնյակ արտադրողները փորձում են ծայրը ծայրին հասցնելով մի կերպ աշխատել, որ Պրոշյանի գործարանն օրինակ չփակվի, այստեղ հոսքագծի թողունակությունը դանդաղեցրել են։ Եթե նախկինում մեկ օրում ավելի քան 160,000 շիշ կոնյակ էին արտադրում, ապա հիմա դա 3 օրում են անում։ Սովորական օրերին ունենում ենք 5-ից 7 մեքենա արտահանում, բայց այս պահի դրությամբ նույնիսկ օրական 1 մեքենա չենք արտահանում, իսկ հիմա ընդհանրապես արդեն մեքենաներ չեն արտահանում։ Վարորդ Գևորգ Լորեցյանը կոնյակով բարձած բեռնատարով հասել էր վրացական մաքսակետ ու 15 օր մնացել այնտեղ։ Հետո մեքենան թողել ու Հայաստան է վերադարձել։ Քանի օր կարելի է մեքենայում ապրել այնտեղ տերմինալում։ Չեն էլ բացատրում ինչա։ Մինչև տնտեսվարողները միլիոնների հասնող իրենց վնասներն են հաշվում, նեղսրտում, թե ռուսական շուկայից դուրս են մնում ու չեն կարողանում ինքնուրույն այս հանելուկի պատասխանը կռահել, էկոնոմիկայի նախարարությունից ազատությանը հայտնել են։ Ըստ էության ֆորմալ ստուգումներ տեղի չեն էլ ունեցել, հետևաբար դժվար է կանխագուշակելը, դա արդյոք կկրկնվի, թե ոչ, փոխանցել են գերատեսչությունից։ Բայց այս պատասխանից պարզ չի դառնում, ապօրինի են արդյոք այդ ստուգումները, թե ոչ։